Պարոն Շահրամանյան, դատախազությունից եւ քննչական կոմիտեից ձեզ պատասխան տվեցին։ Մենք 2 օր առաջ համապատասխան գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազին, խնդրելով իմ կողմից ներկայացված նամակին, որը մենք ներկայացրել ենք 23 թվականի նոյեմբերի 7-ին, եւ խնդրել ենք, որ իրենք ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական դաշտում ի հայտ եկած հանցագործությունների մասին այդ տեղեկություններին եւ խնդրել ենք տրամադրել տեղեկություններ, թե ինչ է արվել այդ ուղղությամբ եւ նաեւ վերջերս ի հայտ եկած տեղեկատվական դաշտում նմանատիպ հայտարարությունները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դատախազից պատասխան կա։ Դեռ ոչ, մենք 2 օր առաջ ենք ուղարկել։ Ձեր եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները ինչպես են եւ հնչող տեսակետները, որ օրեր առաջ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ակցիան եւ այդ մարտիկ կապվում են նրա անվան հետ, ձեզ ինչ որ բան հուշում է կամ դուք ունեք փաստեր տվյալներ այդ մասով։ Ոչ, ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ եւ ինքը ինձ հանրահավաքի օրերին։ Չէ, դրա այդ ակցիայի ժամանակ։ Ակցիայից անմիջապես հետո եւ ինքը վստահեցրել է, որ ինքը որևիցե կապ չունի այդ ակցիայի հետ եւ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել։ Մեր հարաբերությունները ինչպիսին են, իրենք Սամվել Բաբայանի քաղաքական ուժը հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժ Արցախի ազգային ժողովում եւ մեր հարաբերությունները հենց այդպիսին են։ Պարոն Շահրամանյան, եւ այն ամենայնիվ Արցախի առանձին ներկայացուցիչների, քաղաքական գործիչների կողմից հնչում են տեսակետներ, որ այս իշխանության օրոք հնարավոր չէ Արցախը նորից վերադարձնել բանակցային առհասարակ այս իշխանությունները փակել են Արցախի էջը, հետեւաբար պետք է հեռանան։ Դուք կիսում եք այդ տեսակետները։ Ես այդ հարցին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատասխանել։ Արցախի էջը փակելու մասին, դա շարունակելու մասին, բաց հայտարարություններ է հնչել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այդ հայտարարությունները անողները ակնկալել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։ Ես էլ եմ ակնկալում։ Դուք Փաշինյանի հրաժարականը պահանջում եք, պարոն Շահրամանյան։ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները։ Մենք այո ունենք մեր դիրքորոշումը, որը այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել։ Ինչն է կաշկանդում։ Մեզ կաշկանդված չեմ։ Հայաստանի անձնագիր ունեցող եւ այս պահին Հայաստանում բնակվող քաղաքացի եք եւ լիարժեք իրավունք ունեք։ Այո, բայց որպես Արցախի պաշտոնյա ես այս պահին կորեկտ չեմ համարում պատասխանել։